Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Stonehill College-ի Ռիչարդ Ֆենեգանի անվան միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության պատմավոր դասախոս, բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ Աննա Օհանյանի հետ։ Ողջունում եմ, Տիկին Օհանյան։ Մենք հեռակապով ենք միասին աշխատելու այսօր։ Ես շատ շնորհակալ եմ, որ կապվել եք մեզ հետ։ Շնորհակալություն հրավերի համար, միշտ հաճելի է Գայանեն։ Շնորհակալ եմ, ինձ էլ է շատ հաճելի ձեզ հետ զրուցելը եւ մեր լսարանն է իմիջիալոց շատ սիրով սպասում եւ լսում ձեր խոսքը։ Այսօրվա լուրից սկսենք Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան մուտք գործող իր տարածքով Հայաստան մուտք գործող բեռների տարանցման բոլոր սահմանափակումները եւ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի տեղափոխումն է Հայաստան։ Սա Վաշինգտոնյան պայմանավորվածություններից 2.5 ամիս անց առաջին տեսանելի քայլն է, բայց նույն օրը մենք իմացանք նաև, որ Փաշինյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից կրճատվելու է զինծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է այսուհետ լինելու, ընդ որում դա արեց ավելի շուտ քան պետք է արվեր, անգամ օրենքն է ընդունվել։ Սա զուգադիպեցին այս երկու հայտարարությունները Ալիևի, որ սահմանափակումը վերացնում է եւ Փաշինյանի։ Ոմանց կարծիքով Հայաստանում սա փոխկապակցված քայլեր են, փոխհամաձայնեցված քայլեր են։ Ինչպես եք դուք գնահատում այդ փոխկապակցվածության պահը եւ ընդհանրապես Ալիևի այս քայլը, որ Ադրբեջանը փաստորեն առաջին անգամ ապաշրջափակման մասին է խոսքը գնում փաստացի։ Համեցեք։ Ես չի ասի, որ դրանք ուղղակիորեն կապված են կամ ինչ-որ սինխրոն քայլեր են, բայց ընդհանուր առմամբ ինձ թվում է, որ այդ որոշումը Հայաստանում կապված է նրա հետ, որ ընդհանրապես մինչև հիմա Հայաստանի վարած դիվանագետությունը ուղղված է լարվածությունը կոնֆլիկտային լոգիկայից դուրս բերել պետությանը եւ լարվածությունը իջացնել եւ ընդհանրապես որպես դեմոկրատական երկրներին անհրաժեշտ է տնտեսական աճ, դրա համար անհրաժեշտ են բաց սահմաններ, կանխատեսելի կապվածություն եւ այս բոլոր պատճառներով է, որ դեր են խաղում, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները փաստորեն փորձում է կառավարությունը այդ ուղղությամբ տանել եւ Վաշինգտոնյան համաձայնագրերը շատ կարեւոր դեր խաղացին, որ ոչ միայն լարվածության աստիճան իջացրեցին, այլ նաեւ գործիքակազմ տվեցին երկու կողմերին եւ հատկապես Հայաստանին ռեգիոնը բացելու համար, որը էլի շատ կարեւոր է Հայաստանի, Ադրբեջանի նման փոքր պետությունների միջազգային համակարգում դրանք նույն կշիռի, նույն քաղաքական կշիռն ունեն, փոքր պետություններ են, չնայած տարբեր ռեսուրսներով են, տարբեր դիրքավորվածություն ունեն։ Այսինքն Ադրբեջանի վարած այդ նոր որոշումը, որ արդեն հնարավոր է Ղազախստանից եկող հացահատիկը հասցնել Հայաստան, շատ կարևոր է։ Ես ճիշտն ասած այդ բուրը դեռ չէի կարդացել, շատ կարևոր է, նախ որ գիտենք, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից եկող հացահատիկից, եւ դա փաստորեն հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել Հայաստանի սննդի անվտանգության համար է սա շատ կարեւոր, այսինքն միշտ կախված լինել մեկ երկրից դա շատ ռիսկային է, բայց թե դա բանակի հետ չի կապի, ուղղակի բանակի ծառայության ժամկետը 2 տարուց 1.5 իջացնել, դա ընդհանուր ես կապում եմ, որ Ադրբեջանի հետ լարվածությունը շատ արագ իջնում է եւ որ երկու պետություններն եւ այս որոշումով Ալիևը նույնպես հետաքրքրված են ենթակառուցվածքներով խորացնել իրենց հարաբերությունները եւ եթե իրենք ռեգիոնալ առումով ենթակառուցվածքներով սկսեցին ավելի խորը կապվել, դա բարձրացնում է երկու պետությունների դերը միջազգային համակարգում հաշվի առնելով, որ հատկապես
Ալիևը Ռուսաստանի հետ հարցեր ունի, այսինքն անշուշտ շատ շահեր միանում են միասին, բայց այս տատանումները հարաբերությունները կարծես թե լավացա, բայց տրանսակցիոն են, այսինքն ինչպես որ լավացան կարող են վատանալ։ Եվ փաստորեն Ալիևի այցը Վաշինգտոն եւ այդքան ոգևորված էր Տրամպով ցույց է տալիս, որ այո, Ալիևը հարց ունի այս գերտերություններին իրար դեմ խաղացնելու լեգիտիմություն, դրսից լեգիտիմություն կորզելու համար։ Այսինքն դա է այսինքն Ադրբեջանը շահագրգռված է այդ կառուցվածքների միջոցով իր դիրքը բարձրացնել եւ Ալիևը միշտ կրկնում է, որ Ադրբեջանը տրանզիտային երկիր է եւ դա համարում է նոր միջոց եկամուտները բարձրացնելու համար, քանի որ նավթը քչանում է նավթից եկող եկամուտները, չնայած անշուշտ տրանզիտայինների միջոցով չես կարող նավթից կորուստ ստացած այդ բացը փակել։ Բայց ընդհանուր առմամբ դա է կոնտեքստը, որ երկու պետությունների համար է, որպես փոքր պետություն, անհրաժեշտ է օդու ջրի նման բաց ռեգիոն ունենալ, ենթակառուցվածքների խորը կապվածություն ունենալ, քանի որ միայն դրանով են կարողանալու իրենց քաշը բարձրացնել եւ դիմակայել Ռուսաստանին եւ ընդհանրապես գերտերությունների ճնշումներին։ Շնորհակալ եմ, սակայն Հայաստանում ամեն անգամ շատ ցավագին են ընդունում Ալիևի այդ հայտարարությունը Զանգեզուրի միջանցք ձևակերպան օգտագործումը, երեք թե այսօր եւս Ալիևը թրիփի նախագծի մասին խոսելով նորից դա անվանեց Զանգեզուրի միջանցք։ Հարցս, չգիտեմ, դուք կարող եք պատասխանել, թե ինչ եք մտածում, ինչու է նա այդպես անում, դա մեկ հարց է, եւ երկրորդը, նախորդ անգամ մեր հարցազրույցի ժամանակ դուք ասացիք, որ Հայաստանի սուվերենության պահպանումը Սյունիքում հարավում Հայաստանի այդ ճանապարհահատվածի վրա շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Իմ հարցս է, կուզենայի այսօր ավելի բացեիք, ինչ է այնուամենայնիվ թրիփը Միացյալ Նահանգների տեսանկյունից, շահերի տեսանկյունից եւ ինչու եք դուք ընդգծում, որ այո, Հայաստանի սուվերենության պահպանումը շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Նախ Ալիևի բառապաշարը արդեն նախ դա իրավական նորմերին ստորագրված թղթերին հակասում է եւ դա նաեւ պետք է նաեւ հստակեցի, որ դա միջազգային օրենքին է արդեն հակասում, քանի որ իր մեջ պարունակում է ռևիզիոնիստ ենթադրություններ կամ քայլեր, այսինքն այն, որ քարտեզի վրա ինչպես Փաշինյանը նշել է արդեն միջազգային ատյաններում մի քանի անգամ քարտեզի վրա ցույց տվեք։ Այսինքն եթե դու ուզում ես ներդրում անել որևէ միջազգային կազմակերպություն ես ուզում ես ներդրում անել այդ ենթակառուցվածքների մեջ, Զանգեզուրի կորիդոր ասելով շատ հեռու չես գնա։ Բայց շատ կարևոր ընդգծել, որ դա հակաիրավական է, միջազգային նորմերին, միջազգային իրավունքին հակասում է եւ դա պետք է ընդգծել։ Բայց թե ինչու Ալիևը շարունակում այդ բառապաշար օգտագործել, քանի որ Հայաստանում դա նեգատիվ է, շատ բացասական է ընկալվում եւ հասկանալի պատճառներով եւ փաստորեն տերմինոլոգիան դարձել է մի գործիք Ալիևի ձեռքին Հայաստանի ներսում ազդեցություն ունենալու համար։ Այդ գործիքով նա կարողանում է բևեռայնացվածությունը խորացնել Հայաստանում, պրոռուսական ուժերը, որ չեն հավանում կամ քննադատում են Վաշինգտոնյան համաձայնագիրը, շատ կարճում են այդ բառապաշարից եւ տեսել եմ այդպիսի լուրերի մեջ իրենք էլ են այդ բառապաշարը օգտագործում։ Այսինքն դա դարձել է գործիք Ալիևի ձեռքին Հայաստանի ներքին քաղաքականությունը կառավարելի իր ազդեցություն ունենալ, որը դա նշանակում է, որ թե ինչպես է դա արտարծվում, Ալիևի խոսքերը մեր մեդիայի կողմից ինչպես է արտարծվում, դա պետք է քննարկվի երևի մասնագիտական ոլորտի կողմից։ Քանի որ Ալիևը հստակ պետք է պատկերացնել, մի կողմից ուզում է Հայաստանի հետ հարաբերությունները լավացնեն, իրեն ձեռնտու են այդ ենթակառուցվածքների խորացումը եւ այլն, այդ խաղաղությունը, որպեսզի նաեւ Մարսի էթնիկ զտումը, որ կատարեց Լեռնային Ղարաբաղում, Արցախում, բայց միևնույն ժամանակ հաշվի առեք, որ այդ կախվածությունը, որ այդ բացվածությունը, սահմանների բացվածությունը խորացնելու է տնտեսական դիվիդենդներ է առաջացնելու Հայաստանի դեմոկրատական համակարգին, որը իր համար շատ ռիսկային է։
Իսկ ինչ վերաբերում, այսինքն դա գործիք է դարձել Ադրբեջանի ձեռքին, Հայաստանի ոչ եւ իր ներսի լսարանին ասելու, որ տեսեք ես այս տերմինը եւ ինքը փաստորեն ինքն է ստեղծել այդ տերմինը եւ ուզում է մինչեւ վերջ առաջ տարած լինել, բայց ուղղակի արդեն դա նաեւ Հայաստանում դարձել է գործիք Հայաստանում բաժանություն, բևեռայնացվածությունը խորացնելու համար, իսկ բևեռայնացվածությունը ուղղակի ռիսկ է դեմոկրատական կոնսոլիդացիայի process-ների համար։ Իսկ մյուս հարցը, թե ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգները այսքան հետաքրքրված Սյունիքով, դա շատ կշատերը ասում են Իրանի վրա ազդեցություն եւ այլն, արդեն Իրանի վրա ազդեցություն Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի Ադրբեջանի միջոցով, այսինքն ես դա բոլորովին չեմ կապում Իրանի վրա ազդեցություն ունենալու, հատկապես որ սահմանը այդքան փոքր է, այսինքն տնտեսական հաշվարկներով եւ այլն այդքան նպատակներ չեմ տեսնում, բայց ինձ թվում է, ես կարևորում եմ այն թեզը, որ իմ կարծիքով, որ սա կապ ունի Ամերիկա-Չինաստան հարաբերությունների հետ, եթե Չինաստանի մոտ Մալակայի նեղուցը փակվեց Թայվանի շուրջ եղած կոնֆլիկտի պատճառով, այսինքն Ամերիկայի կոնֆլիկտ այդտեղ հասունացավ եւ Ամերիկայի արևմուտքը կարողացավ Մալակայի նեղուցը փակել, որը շատ կարևոր է Չինաստանի տնտեսության, աշխարհի տնտեսությանը կապված մնալու համար, այս միջանցքը կարևորվում է, մայր ցամաքով կապվածությունը խորանում է եւ այդ կոնտեքստով է Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտում Հայաստանի հարավին, բացի դրանից մինչև հիմա ես մի քանի անգամ նշել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետ է մնացել եւ Եվրոպան նաեւ հետ են մնացել մի շատ կարևոր process-ներ, որ Չինաստանն է սկսել։ Դա է իր ազդեցությունը խորացնել ինֆրաստրուկտուրային կապերի միջոցով։ Եվ այդ առումով Չինաստանը շատ առաջ է, գնացքի գծեր, ճանապարհներ ամբողջ եւ իր հարևանների միջոցով, մինչեւ նույնիսկ Աֆրիկա Եվ այս պայմաններում է, որ կարծես թե Ամերիկայի Միացյալ Նահանգները արթնացել է, որ կարողանա ազդեցություն ունենալ կամ մասնակցել այդ ինֆրաստրուկտուրային կապերին եւ շատ լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորում է սա, քանի որ անկախ նրանից թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում, Միացյալ Նահանգները առաջ է եւ արևմուտքը առաջ են տանելու ենթակառուցվածքային կապվածությունը միջազգային լիբերալ նորմերի շուրջ Այսինքն միջազգային իրավունքի պայմաններով են դրանք այդ կապվածությունը առաջ տանելու, որի հիմնակարն է պետությունների սուվերենությունը, բռնի ուժի դեմ նորմերը, այսինքն սրանք շատ կարևոր են, հատկապես տերիտորիալ սուվերենության գործոնը։ Եվ դա չի նշանակում, ես չի ասի, որ արդեն Չինաստանը դուրս է մնում, Չինաստանը արդեն տեղավորված է Վրաստանում, Անակլայի նավահանգիստում, որ արդեն իրենք են կառուցում, այսինքն Վրաստան-Չինաստան կապերը, ինֆրաստրուկտուրային կապերը շատ խոր են, եւ այս ձևով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նաեւ Եվրոհամայնքը իր Global Gateway, Global Darpass այդ ծրագրի միջոցով հասկանում են, որ Կենտրոնական Ասիային կապվելու հնարավորություն կա։ Եվ այսինքն երբեմն վերլուծությունները ասում են, դասա Հայաստանի միջով ասող ճանապարհը կարևոր չէ, քանի որ արդեն միջանցքը Վրաստանով է ասում եւ այլն Ես այդպես չեմ դիտում, որ մեկը կամ մյուսը ավելի կարևոր է, սա դիվերսիֆիկացիայի հարց է, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել իր կապվածությունը Եվրասիական մայրցամաքում։ Եթե արևմուտքը դուրս մնաց այս փոխկապակցվածությունից, եթե մնար, այսպես ասենք, քանի որ երկուսն էլ թե Եվրոհամայնքը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ակտիվ աշխատում են։ Եթե նրանք դուրս մնացած լինեին, Եվրասիական մայրցամաքի քաղաքական աշխարհագրությունը, ստրատեգիկ աշխարհագրությունը պիտի վերակազմվեր Ռուսաստանի անկումից հետո առանց արևմուտքի։ Այսինքն Եվրասիական մայրցամաքը հսկա պոտենցիալ ունի, որոշ վերլուծաբաններ այն նկարագրում են որպես գերկոնտինենտ։ Եվ եթե Ամերիկան դուրս մնար այդ կապակցությունը, դա շատ ռիսկային կլիներ իրենց համար։ Այսինքն հաշվի առնելով, որ Ռուսաստանը արդեն թուլացող Ռուսաստանը, դա չի նշանակում, որ հարավային Կովկասից դուրս պետք է գա կամ մնա, այդ տերմինները չեն բացատրում
թե ուժը ինչ ձևով է, ուժը իշխանությունը, ազդեցությունը ինչ ձևով է դասավորվում 21-րդ դարում։ Այսինքն Ռուսաստանի աշխարհությունը չես փոխի, Ռուսաստանը այնտեղ է, բայց Ռուսաստանը կորցրել է իր պատմական դերը որպես կենտրոն միջնորդ եվրասիական համայնքում կապվածության կոնտեքստում։ Այս պատերազմը արագ չի վերջանալու Ուկրաինայում եւ այս պայմաններում է, որ այս նեոիմպերիալ, նեոկայսրական համակարգում, որտեղ մետրոպոլը անկում է ապրում, սա քաղաքական ազատություն է ստեղծում իր պերիֆերիաներին, այսինքն հարավային Կովկասի պետությունների, նաեւ կենտրոնական Ասիայի։ Եվ սա է այն, որ կենտրոնական Ասիան շատ ռեսուրսներ ունի, բայց եւ նաեւ նրանք էլ են ձգտում Եվրոհամայնք, Ղազախստանը հատկապես այս պայմաններում է, որ բազմազան դիվերսիֆիկացված կապվածությունը ենթակառուցվածքները բարձրացնում են Հայաստանի դերը միջազգային համակարգի մեջ, ամրացնում են իր պետականությունը եւ Վաշինգտոնյան համաձայնագրերը կարեւոր են այդ կոնտեքստով։ Ուկրաինայում պատերազմի հարցով Պուտին Թրամփ այսպես խաղ անվանեմ ես, գուցե խաղ չէ, բանակցություններ ասեմ, բայց արդյոք այս խաղի հիմքում ընկած չեն տնտեսական շահերը։ Ռետորիկայի մեջ, խոսույթի մեջ դա կա, քանի որ Թրամփը բիզնեսմեն է եւ տրանզակցիոն է, եւ դա օգտագործում է դիպլոմատական գործիքակազմի մեջ, խոստանալով բիզնես գործարքներ եւ այլն, բայց եթե նայեք ամերիկյան ձեռնարկությունները արդեն դուրս են եկել Ռուսաստանից եւ դա ռիսկային է հետ գնալ, հաշվի առնելով, որ այդքան անկանխատեսելի քայլ արեց Ռուսաստանի ղեկավարը։ Այսինքն նույնիսկ եթե Թրամփը խոսեց բիզնես հնարավորությունների մասին, ես չեմ կարծում, որ դա հեշտ է լինելու վերականգնել։ Ռուսաստանի համար տնտեսական հիմնական շահը դա սանկցիաների թույլատվությունն է, քանի որ սանկցիաները արդեն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա։ Այսինքն, երբ որ Ռուսաստանը խոսում է տնտեսական հարաբերությունից, հիմնականում դա նկատի ունի, որ սանկցիաները վերացնեն։ Եվ այնքան խորը սանկցիաներ կան կիրառված, եւ դա է պատճառը, ցանկացած ամեն անգամ, արդեն երկրորդ անգամ, որ պիտի հանդիպում են միմյանց հետ, ամենաառաջի բանը, որ Պուտինը առաջ է քաշում, դա սանկցիաներն են։ Այսինքն սանկցիաները հսկա ազդեցություն են ունեցել Ռուսաստանի վրա այն առումով, որ ռազմականացրել են տնտեսությունը, անշուշտ դա նաև պատերազմի պատճառով է, իսկ դա արդեն ինֆլյացիոն ռիսկեր ունի իր մեջ, շատ ինդիկատորներով արդեն Ռուսաստանի տնտեսությունը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Այսինքն տնտեսական ինչ-որ խորը հարաբերությունների պոտենցիալ չեմ տեսնում, Ռուսաստանը հիմնականում անշուշտ շատ ռեսուրսներ ունի, բայց ես չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը ուղղակի այդ ռեսուրսները հանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ տնտեսական շահերը նաեւ չեմ տեսնում, պոտենցիալ չեմ տեսնում, թեևս սխալ եմ, բայց չեմ կարծում, քանի որ շատ ռիսկային ներդրումների իրավիճակի ստեղծված Ռուսաստանում եւ Թրամփը չի կարող ստիպել ամերիկյան ձեռնարկություններին, որպեսզի գնան Ռուսաստանի հետ բանակցությունների։ Ես այս հարցը ինչու սկսեցի այստեղից, որպեսզի հետո նորից գանք տեսնենք այս Սյունիքով անցնող Թրամփի ուղի ճանապարհը, որին դե Ռուսաստանը շատ զգուշ է անդրադառնում եւ արձագանքում, բայց ցավոտ է Ռուսաստանի համար երևի թե, որովհետեւ նա նկատի ուներ այդ նոյեմբերի 9-ով, որ ինքը պետք է այդտեղ կանգնած լինի եւ արդյոք չեք կարծում, որ Միացյալ Նահանգներ Ռուսաստան այս բանակցությունների ընթացքում ինչու եմ հարցնում, որտեղ Հայաստանում մտավախություն կա, որ այս հարցը եւս կարող է դիտարկվել եւ հարց է բարձրանում, արդյոք Թրամփը կարող է զիջել ինչ որ հարցերում Ռուսաստանին։ Զիջել ասելով կարող է պատահի ոչ զիջել, քանի որ Թրամփի ուղին պայմանավորվածություն կա, որ հայ-ամերիկյան կազմակերպություն պետք է այդտեղ աշխատի, բայց Ռուսաստանի հետ համագործակցությամբ դա արվի, Ռուսաստանը մուտք գործի այդտեղ, Ռուսաստանի հետ ինչ-որ ծրագրեր անեն, այլ կերպ ասած այստեղ շահերի բախում կա, թե համագործակցության հնարավորություն եւս դուք տեսնում եք։ Ես կասեի, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ նկատի ունենք
եթե Ռուսաստանը այդ տարածքով մտավ կամ օգտագործեց։ Ընդհանրապես ես դա պոզիտիվ կգնահատեի, եթե Հայաստանի ինֆրաստրուկտուրաները, որ արդեն Ամերիկա, հատկապես հարավը, որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրության ուղիղ ներգրավվածություն ունի, որ դա չբացառի մյուս խաղացողներին։ Այսինքն, որպես փոքր պետություն, Հայաստանը պիտի կարողանա գերտերությունների բախումը կառավարել, սա շատ տարօրինակ է հնչում, թե փոքր պետություն ինչ քաշ ունի, որ կառավարել, բայց հիմա ասեմ, այդ հարցով հաջորդ գրքից վրա եմ աշխատում փոքր պետությունների եւ կասեի, որ սա հնարավորություն է տալիս Հայաստանին Վաշինգտոնյան համաձայնագրերով կառավարել գերտերությունների շահերի բախումը։ Ինչ նկատի ունեմ սրանով, այսինքն այն, որ Ռուսաստանը շատ բաց նեգատիվ չի արտահայտվել, քանի որ ինձ թվում է, որ հաշվարկներ ունի, որ կարող է այդ ճանապարհից օգտվել։ Եթե պատերազմը վերջացավ, ինչ որ ձևով տնտեսական կապեր վերականգնվեցին Ռուսաստանի եւ թերևս Արևմուտքի հետ կամ Թուրքիայի հետ, այսինքն դա չի հակասում Ռուսաստանի շահերին։ Ուղղակի Պուտինը եթե շարունակեց դա դիտել, անգլերեն ասում են zero sum, եթե Ամերիկան շահեց ու Իրանը ես կորցրեցի, պիտի կարողանա Ռուսաստանի դիվանագիտությունը, տնտեսությունը դա հասկանալ որպես նոր հնարավորություն Ռուսաստանի տնտեսությունը գլոբալ համակարգին ինտեգրված պահելու համար, քանի որ այդ ճանապարհը չի բացառում, այնտեղ որևէ բառապաշար չկա, որ բացառում է այս կամ այն երկրի հնարավորությունները օգտվել այդ ճանապարհից։ Եվ ես չեմ կարծում եւ դա դրական չէի համարի, եթե Վաշինգտոնյան համաձայնագրերը տարվեին այնպիսի ուղղությամբ, որ Հայաստանը բացառեր այս կամ այն բեռնատարը, եթե բեռնատարը Ռուսաստանից է գալիս, ուրեմն իրավունք չունի մտնել։ Այդպիսի լեզու ես չեմ տեսնում։ Իհարկե բեռները կարող են անցնել, խոսքը գնում է այնտեղ ներկա լինելու մասին։ Դա ես չեմ պատկերացնում, քանի որ Ռուսաստանը այդ թափը չունի, որ պարտադրի իր զորքը մտնել այդ տարածք, արդեն նա Ադրբեջանում էր խաղաղապահների տեսքով, բոլորը գիտեին, որ դրանք խաղաղապահներ չեն, եւ փաստորեն կարողացավ Ադրբեջանը դուրս մղել։ Էթնիկ զտումը կայացավ Ռուսաստանի խաղաղապահների ռուսական զորքի աչքի առաջ։ Միայն այդ փաստը բավարար է, որ լուրջ չընդունել այն եզրույթները, թե ռուսական զորքը կմտնի Հայաստանի հարավ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ կտա, ես դա ճիշտ բառը չեմ գտնում, չեմ բացառում, քանի որ ամեն ինչ հնարավոր է, բայց դրա հավանականությունը շատ քիչ է։ Շատ քիչ է հաշվի առնելով, թե Ռուսաստանը ինչպիսի անկում է ապրում որպես պետություն, որ որդեգրել է ռազմական գործիքակազմ, իսկ ռազմական գործիքակազմը այս ավելի բարդացող միջազգային տնտեսության մեջ ոչ էֆեկտիվ գործիքակազմ է իր չափի Ռուսաստանի չափի տերությունների համար, հաշվի առնելով, որ կա տնտեսական գործիքակազմ, փափուկ ուժ քո ազդեցությունը առաջ տանելու համար, հաշվի առնելով նաև, որ կանաչ էներգետիկ անցումն էլ դեռ դրա մասին, սովորաբար մենք չենք խոսում դրա մասին, որ նավթով այդ էներգակիրների կարևորությունը միջազգային համակարգում թուլանում է, չի վերանում, բայց թուլանում է։ Այսինքն այդ կամակորությունները, որ Ռուսաստանը միշտ անում էր, քանի որ նավթ ու գազ ուներ, դրանով կարողանում էր ճնշում գործադրել, արդեն այդ գործիքակազմը թուլանում է Ռուսաստանի համար։ Ռուսական զորքը Հայաստանի հարավում ընդհակառակը, բայց այստեղ Հայաստանի դիպլոմատիան պետք է, ես միշտ նշում եմ սա, պետք է կարողանա կառավարել թուլացող Ռուսաստանը այդ մայրցամաքում։ Ռուսաստանը աշխարհագրությունը չես փոխի։ Եվ բացի այդ հնարավորությունը, որ Ռուսաստանը ներսից պիտի փոխվի, ուշ թե շուտ դա պիտի լինի, դա ուրիշ հարց է, բայց այս պայմաններում սա շատ լավ գործիքակազմ է Հայաստանի ձեռքին կառավարել Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ամերիկայի հետ հարաբերությունները, Չինաստանի հետ հարաբերությունները եւ բարձրացնել այդ Հայաստանը որպես տրանզիտային երկիր, դրա կարեւորությունը եւ ռեգիոնում եւ մայրցամաքում։ Շնորհակալ եմ Deutsche Welle-ի հետ հարցազրույցում Արարատ Միրզոյանը այսպես
շատ անորոշ ձևով Եվրամիության անդամակցության հարցի շուրջ խոսելով ասաց, որ չի բացառում, որ կարող է այս ամիս, դե երևի հոկտեմբերը արդեն ավարտվում է, համենայն դեպս ասեց, այս ամիս կամ մյուս տարի մենք դիմենք արդեն Եվրամիության անդամակցության համար։ Հարց է բարձրանում, ինչու անորոշ այդպես, չնայած առաջին անգամ մենք լսեցինք ավելի որոշակի պատասխան, որ այո, տրամադրվածություն կա իսկապես իշխանությունների կողմից անդամակցության հայտ ներկայացնել։ Շատերը ասում են, եթե հայտ պետք է ներկայացնի, ուրեմն Ռուսաստանյան այդ ԵԱՏՄ-ից դուրս գա, հապկից դուրս գա, դրանք Ռուսաստանը բազմիցս ասել է, որ համատեղելի չէ Եվրամիության անդամակցությունը եւ մասնավորապես օրինակ այդ նույն ԵԱՏՄ-ի կազմում շարունակել լինելը տնտեսական համագործակցության եվրասիական։ Եվ այսպես հարցը հետեւյալն է. ինչով է պայմանավորված, որ նախ Արադ Միրզոյանը այդպես անորոշ ձևակերպեց, որ այս ամիս կամ մյուս տարի, ինչով է պայմանավորված այդ փաստը, որ ինչ պետք է լինի, որ Հայաստանը այնուամենայնիվ դիմի, եւ ինչը կարող է խանգարել Հայաստանին, որ Հայաստանը դիմի այնուամենայնիվ։ Չեմ լսել Արադ Միրզոյանի հայտարարությունը, բայց ձեր բացատրությունից գայնը ինձ թվում է, ենթադրում եմ, որ այդ անորոշությունը գալիս է երևի հենց Ռուսաստանի հետ վախից, այսինքն չթիրախավորվելու վտանգը այստեղ կա, բայց նորից եմ կրկնում, սա 90-ականների 2000 թվի 2010-ական թվականների Ռուսաստանը չէ, եւ էլի, այսինքն բայց միևնույն ժամանակ այդ անցումը պետք է կառավարելի լինի, այսինքն դա շատ անկանխատեսելի Ռուսաստանը անկանխատեսելի խաղացող է, բայց ենթադրում եմ, որ երևի թե այդ վախն է։ Մյուս ավելի կարևոր փաստ է այն, որ Ռուսաստանի կառուցվածքային առումով Հայաստանի տնտեսական համակարգի մեջ Ռուսաստանը դեռ շատ մեծ կշիռ ունի։ Եվ եթե այդպիսի անցում պիտի լինի, ոչ միայն Եվրասիական միությունից դուրս գալու խնդիրն է, որը դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, բայց դա պետք է ժողովրդի հետ քննարկվի, դրա շուրջ կոնսենսուս պիտի ձևավորվի, քանի որ մարդիկ կան, որ շահում են, այսինքն բիզնեսներ կան, որ կապված են Ռուսաստանից, այսինքն դրանք պետք է հասկանալ կառավարելի դարձնել այդ անցումը, բայց ես կասեի, որ դա շատ ավելի մեծ գործոն է զգուշավոր լինելու Եվրոհամայնքին մոտենալու, Ռուսաստանի տնտեսությունից այդքան կախվածությունը, նույնիսկ ասում են, որ Վրաստանը ավելի դեպի եւ Ռուսաստանը է թեքվում, նրա տնտեսությունը ավելի կարծեմ թե Եվրոպայի հետ է ավելի խորը կապված քան թե Ռուսաստանի եւ նաեւ Ասիայի, Չինաստանի, մի հատ պիտի ուղղակի նորից ճշտեն վերջի թվականները։ Այսինքն դա է շատ ավելի, դա քաղաքատնտեսական հարց է։ Եթե միանալու հարց կա, ինչ է դա նշանակում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների ոլորտում, ինձ թվում է զգուշության կետերը դրանք են։ Ռուսաստանի կառավարելիության հարցը, որ Ռուսաստանը դա ծանր չընդունի, դա չի նշանակում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների խզում, ընդհակառակը դա վերադասավորում, դա հնարավորություն է տալիս Ռուսաստանին նոր ուղի ունենալ Եվրոհամայնք ապագայում հատկապես երբ պատերազմը վերջացավ, բայց ավելի ռիսկային է տնտեսության կառուցվածքը։ Ես ենթադրում եմ, որ դրանք են Արարատ Միրզոյանի Շնորհակալություն։ Ենթադրում եմ։ Այժմ փոքրիկ գովազդային ընդմիջում հայտարարեմ Աննա ջան 3 վայրկյան է տևում եւ այնուհետեւ կխնդրեմ պատմեք, ես իմացա, որ այս վերջին ձեր Facebook-յան ձեր ռեժից իհարկե տեղեկացա, որ շատ հետաքրքիր զեկույցներով հանդես եք եկել դուք եւ ձեր գործընկերները տարբեր քաղաքներում։ Ինձ թեման շատ հետաքրքրեց, այժմ գովազդային կարճատև դադար եւ կխնդրեմ այդ մասին մի փոքր պատմել մեզ։ Սիրելի հայրենակիցներ, գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շփիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աննա Օհանյանի հետ եւ այսպես Տիկին Օհանյան կխնդրեմ պատմեք ձեր այս վերջին շրջագայություն ասեմ Միացյալ Նահանգներով, ես որքան գիտեմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւս հանդիպումներ եք ունեցել եւ շատ հետաքրքիր թեմայով զեկույց աչքովս ընկավ, համեցեք ներկայացրեք, խնդրում եմ։ Ուրեմն ասեմ, որ նախաձեռնությունը Մարիա Թիթիզյանինն էր, EVN Report ամսագրի եւ շատ կարեւոր նախաձեռնություն էր այն առումով, որ նա փորձում է Ամերիկայի տարբեր եւ գիտական եւ համալսարանների գիտական համայնքների մեջ եւ հայ համայնքների մեջ ավելի բարձրացնել Հայաստանի քննարկման առարկա դարձնել Հայաստանի ներսում եւ շուրջ ընթացող երևույթները եւ Հայաստանը ես իմ գիտահետազոտական վերլուծությունների մեջ միշտ կարեւորում եմ թե Հայաստանը ինչ կարևորություն ունի շատ միջազգային process-ներ հասկանալու համար եվրասիական կոնտեքստում հատկապես եւ այդ առումով Մարիա EVN report-ը եւ այդ panel-ը հրավիրված էր ելույթ ունեցավ մենք քննարկում կազմակերպվեց Stanford համալսարանում UC Berkeley MIT եւ նաեւ AGBU New York-ում հանդիպեցինք Բոստոնում էլի համայնքի հետ քննարկում եղավ Եվ սա հնարավորություն, ասեմ, որ Սփյուռքում շատ այսպես տարածքներ չկան, որ այսպիսի քննարկումներ լինեն Հայաստանի թե Հայաստանի ներսում ինչ է կատարվում, եւ շատ ողջունել էր, որ Հայաստանը կարծես թե ինքը եկավ, Հայաստանից նախաձեռնությունը եղավ, որը շատ եմ ողջունում։ Ֆորմատները տարբեր, մի քիչ ուղղվածությունը տարբեր էր տարբեր համալսարաններում, Stanford, օրինակ MIT-ում ուղղվածությունը ավելի IT sector, տեխնոլոգիական էր, եւ թիմի անդամ էր Ռաֆիկ Հասարջյանը, որը պիոներներից է Հայաստանում, այսպես ասած, նախաձեռնողներից է Հայաստանում IT sector-ի զարգացման առումով, եւ Ռաֆին շատ կարեւոր ձևով բացատրում էր, թե այս Հայաստան-Ամերիկա համաձայնագրերի մեջ, որ Վաշինգտոնում ստորագրվեցին, որը շատ քիչ է խոսում, շատ կարևոր համաձայնագրեր կային, ոչ միայն
Հայաստանը փաստորեն դարձնելով արհեստական բանականության կենտրոններից մեկը, Հայաստանի էներգետիկ անկախությունը ապահովել, այսինքն սրանք փաստորեն եթե առաջ շարժվեցին, խորացան այս հարաբերությունները, դրանք ամբողջովին փոխում են Հայաստանի պետականության ԴՆԹ-ն։ Այսինքն դա դառնում է digital թվային պետություն, որը բարձրացնում է Հայաստանի կշիռը միջազգային համակարգում որպես թվային պետություն, այն առումով, որ ինֆրաստրուկտուրա ունի։ Ներսես Կոպալյանը Նևադայի համալսարանից շատ պատմեց, թե process ինչպես է եղել Վաշինգտոնի համաձայնագրերի ստորագրման, թե Հայաստանի կառավարությունը ինչու է միանգամից ողջունել Ամերիկայից եկած այդ առաջարկը, եւ իմ ելույթներում էլ MIT-ում նաեւ Արեգ Դանագուլյանը խոսեց էլի տեխնիկական կողմերը ընդգրկելով, իմ ելույթներում ես շատ կենտրոնացա թե այս Վաշինգտոնյան համաձայնագրերը ինչ ռեգիոնալ ազդեցություն ունեն, հստակեցրի թե այս համաձայնագրերը ինչ անում են եւ ինչ չեն անում, այսինքն սրանք Ղարաբաղի, Արցախի շուրջ եղած խաղաղության պայմանագրեր չեն, այդ հարցը դա չէ ֆորմատը, բայց նաև կենտրոնացա թե ինչպես այս համաձայնագիրը հնարավորություն տալիս ռեգիոնը Հարավային Կովկասը տրանսֆորմացիա ենթարկելու, որը անհրաժեշտ է օդու ջրի նման Հայաստան-Ադրբեջան մրցակցությունը կառավարելու համար, որը դարերով տասնամյակներից եկող մրցակցություն է եւ այդպիսի, այսինքն շատ յուրօրինակ կոնֆլիկտ է, դա Ղարաբաղի հակամարտությունից չի սկսվել, այսինքն շատ ավելի խոր արմատներ ունի եւ այս իմ ելույթներում նշում եմ թե սա ինչպես է Հայաստանին հնարավորություն տալիս այդ հարաբերությունները կառավարել, միշտ խոսում ենք ձեր հետ նեգատիվ ժխտական խաղաղությունը ամրացնել եւ շարժվել դեպի աշխատող խաղաղություն, կապերը խորացնել, օրինակ Ալիևի այդ հայտարարությունը, որ արդեն Ղազախստանից հացահատիկ պիտի մտնի Հայաստան, դա շատ կարևոր է, եւ նաեւ շեշտադրեցի թե սա ինչ է նշանակում Հայաստանի որպես փոքր պետություն, միջազգային համակարգում Հայաստանը այդ քաշային խաղացող է, այդ դիրքում տեղավորված լինելով, այդ համաձայնագրերը ինչպես են օգնում Հայաստանին ավելացնել, բարձրացնել իր դիրքավորումը, ամրացնել իր սուվերենությունը եւ փոխել իր ներսի տնտեսական դասավորվածությունը եւ թվային պետություն դարձնելով, այսինքն պետականության լոգիկան է ամբողջովին փոխվում։ Հետաքրքրություն կար, թե միայն հայկական միջավայրն է ներկա այդ ձեր զեկույցներին եւ այդ զրույցներին։ Չէ, շատ կա, այսինքն կային գիտնականներ, դե անշուշտ ես չեմ կարող, չգիտեմ թե ով էր հայ կամ ով հայ չէր, բայց գիտնականներ կարծեմ տեսա, որ ես ճանաչում էի, որ մոտեցան այո խոսեցինք, բայց հայ համայնքի Նյու Յորքում օրինակ AGBU-ում հանդիպումը երբ որ եղավ, սրա ամբողջովին լիքն էր եւ հարցերը շատ կարեւոր էին, շատ խոհուն էին, մի մասը ինֆորմացիայի ուզում սպասել, մի ակնկալում, մի մասը վերլուծություն էր ուզում, բայց շատ կոնստրուկտիվ էր եւ ամեն համայնքի հետ հանդիպելուց հստակ դարձավ թե ինչքան անհրաժեշտ են այսպիսի ֆորումները եւ Մարիա Թիթիզյանը խոստացավ, որ մարտին նորից կվերադառնա, քանի որ արդեն Թավթ համալսարանից հրավերեր եկել, որպեսզի այնտեղ էլ կազմակերպենք այս նույն քննարկումը, կարծեմ Բոստոնի համալսարանից, եթե Հարվարդի համալսարանից, բայց ժամանակ չունեինք եւ միայն Արևելյան ափում միայն MIT-ում կառավարեցինք, բայց տեսնենք թերևս Մարիա Թիթիզյանը մեկ անգամ էլ այցելի, կամ ուրիշները նախաձեռնեն այսպիսի գան, Հայաստանից գան, քննարկում կազմակերպեն, քանի որ Հայաստանում եղած երևույթները միջազգային հարաբերությունների որպես սոցիալական գիտություն շատ հետաքրքիր են ու շատ կարևոր են, թե ինչ է կատարվում, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանի շուրջը եւ շատ ոգևորիչ է։ Շատ կարևոր, այո։ Հայաստանը գիտական առումով շատ հետաքրքիր է միջազգային հարաբերությունների տեսությունների մեջ։ Իհարկե, Հայաստանի ձայնը պետք է լսվի, պետք է հասանելի լինի, կարծում եմ շատ կարևոր գործ արեցիք, դրա համար ես հատուկ ուզեցի, որ մեր հարցազրույցի ընթացքում դուք ներկայացնեք դա։ Շատ կարևոր է։ Իհարկե, այսքան համառոտ կարճ ժամանակահատվածում դժվար էր, բայց գոնե մենք հասկացանք, որ դուք այնտեղ աշխատում եք բոլորով եւ շատ հետաքրքիր թիմ էր։ Ձեր թիմն է շատ լավը։ Այո, շնորհակալություն կփոխանցեմ։ Այո։ Շնորհակալ եմ Սիրելի Աննա, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ,
որ մեզ հետ էիք։ Քաղաքագիտության միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Միացյալ Նահանգների Stone Hill քոլեջի Ռիչարդ Ֆենեգանի անվան միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության պատվավոր դասախոս Աննա Օհանյանն էր մեր զրուցակիցը։ Զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը։ Բարին ընձեզ։